Աստված հավատարիմ է։ Դեյվիդ Վիլկերսոն, օրը դեկտեմբերի 28։ Տիրոջ օրը մոտ է։ Պողոսը գրում է. Աղաչում ենք ձեզ եղբայրք մեր Տեր Հիսուս Քրիստոսի գալստյան և մեր նրա մոտ ժողովվելու համար, որ դուք շուտով չշարժվեք ձեր մտքիցը և չզարհուրեք ոչ հոգով և ոչ խոսքով և ոչ թղթով, իբր թե մեզանից գրված, որպես թե Քրիստոսի օրն եկած հասած լինի։ 2 Թեսաղոնիկեցիս 2 գլուխ 1-2 խոսքեր։ Սկեպտիկները նշում են. տեսեք, վաղ եկեղեցում ինչ-որ մեկը արթնացրեց հավատացյալներին Քրիստոսի շուտով գալու լուրը տարածելով, բայց Պողոսն ասում էր նրանց. մի անհանգստացեք այդ մասին։ Սա այն չէ, ինչ ցույց է տալիս հունարեն բնօրինակ բառը։ Բառի արմատը նշանակում է տատանվել, որ Տիրոջ օրը եկել է։ Թեսաղոնիկեցիներին անհանգստացնում էր այն միտքը, որ Քրիստոսն արդեն եկել էր և նրանք բաց էին թողել այդ գալուստը։ Հաջորդ խոսքում Պողոսը հանգստացնում է նրանց. մեկը չխաբի ձեզ ոչ մի կերպով, որովհետև նա չի գա, եթե առաջ չգա ապստամբությունը և հայտնվի անօրենության մարդը, կորստի որդին։ Խոսք 3։ Պողոսը պարզապես պատասխանեց նրանց մտահոգություններին ասելով. մի անհանգստացեք, նախ պետք է երկու բան պատահեն։ Սկեպտիկները կարող են ասել. Քրիստոսը չի կարող այսքան շուտ գալ, նախ պետք է լինի մեծ հավատուրացություն, երկրորդ, հակաքրիստոսը պետք է ի հայտ գա և իրեն Աստված հռչակի։ Մարդ պետք է կամովին կույր լինի, չտեսնելու համար աշխարհը տարածող մոլեգնող հավատուրացությունը։ Անհավատությունը տարածվում է ազգերի մեջ, և հավատացյալները ամենուրեք հեռանում են հավատքից։ Ապստամբությունը, որի մասին խոսում է Պողոսը, արդեն հասել է։ Ոմանք կարող են ասել, Պողոսը հստակ ասում է, որ Տեր Հիսուսը չի կարող գալ մինչև հակաքրիստոսի իշխանության գալը։ Ըստ Հովհաննես առաքյալի, հորը և որդուն ժխտող յուրաքանչյուր ոք հակաքրիստոս է։ 1 Հովհաննես 2 գլուխ 22 խոսք։ Ավելին, նա ասում է, որ նման հակաքրիստոսների ի հայտ գալը ապացույց է, որ մենք ապրում ենք վերջին օրերում։ Կարճ ասած, ոչինչ չի կարող կանգնեցնել Քրիստոսի վերադարձը։ Տերը մոտ է։ Փիլիպպեցիս 4 գլուխ 5 խոսք։